Արթիկ համայնքի սիրելի բնակիչներ, մեր էջի սիրելի հետևորդներ։ Նոյեմբերի 21-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին էին հյուրընկալվել Արթիկ համայնքի մարզական հոակների հանրապետական մրցաշարերում հաջողություններ գրանցած մարզիկները, մարզիչները և Արթիկի մարզահամալիրի տնօրեն Հովակիմ Երիցյանը։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարին են ներկայացվել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում և բասկետբոլի M18 առաջնությունում Արթիկի մարզական հոակների սաների գրանցած արդյունքները։ Անդրադառնալով սաների հաջողություններին համայնքի ղեկավարն ասել է, որ Արթիկի համայնքապետարանը մեծ ջանքեր է գործադրում նպաստելու Արթիկ համայնքում տարբեր մարզաձևերի տարիներով ձևավորված ավանդույթների պահպանման և զարգացման համար, որի վառ ապացույցն են հանրապետական և միջազգային մրցումներում ունեցած հաջողությունները։ Համայնքի ղեկավարը նաև ասել է, որ Արթիկը Հայաստանի այն եզակի համայնքներից է, որտեղ կան մարզական ձևավորված ավանդույթներ, լավ մարզչական անձնակազմ բաղկացած ինչպես Յուրա Նահապետյանի նման բազմափորձ մարզիչներից, այնպես էլ երիտասարդ և խոստումնալից մարզիչներից։ Հովակիմ Երիցյանը համայնքի ղեկավարին տեղեկացրել է, որ Արթիկի մարզահամալիրի սաներից Արազ Ասատրյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում գրավել է առաջին տեղը, Տարոն Ափոյանը երկրորդ, իսկ Սեյրան Հարոյանն և Աբել Ղազարյանը երրորդ։ Հովակիմ Երիցյանը նաև հպարտությամբ հավելել է, որ հաստատության մարզիչներ Ռուբեն Առաքելյանը, Նարեկ Մաթևոսյանը և Արթուր Մխիթարյանը պարգևատրվել են սաների լավագույն արդյունք ցույց տալու համար։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարին տեղեկացվել է, որ Արթիկի մարզադպրոցի սան Դավիթ Կակոյանը Հայաստանի բասկետբոլի M18 առաջնությունում ճանաչվել է լավագույն կենտրոնական խաղացող, իսկ Դավիթի հաջողությունները և մարզական նվաճումներն իրականություն են դարձել շնորհիվ վաստակաշատ մարզիչ Յուրա Նահապետյանի։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին, մարզիչներին, հոակների տնօրեններին, հանձնել է շնորհակալագրեր և դրամական պարգևներ մաղթելով նորանոր հաջողություններ կայանալիք մրցաշարերում։ Աղբյուրն Արթիկի համայնքապետարան։